Իրավունք թերթը գրում է նախօրեին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր. «Իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք»։ Իրականում ոչ թե ընտանիքի, այլ կոնկրետ որդու քրեական հեղինակություն համարվող Սպարտակի հետ է Ղուկասյանը գժտվել։ Թերթի տեղեկություններով Սպարտակը դեմ է եղել հոր քաղաքականություն մտնելուն, բայց հայրը մնացել է անդրդվելի, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. «Չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել, սակայն Նիկոլ Փաշինյանը ասում են խելքի չի գալիս այդ հարվածից»։ Թերթի տեղեկություններով նա հիմա տենդագին իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում, եւ հնարավոր է առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն, հատկապես պատերազմի պարտության նախկիների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո քաղաքացիական պայմանագրում հասկացել են, որ ոչ ասֆալտի, ոչ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում։ Ի դեպ, Գյումրու հետ կապված թվում էր իշխանությունը Վաբանկ կգնա ու կփորձի իշխանությունը խլել Վարդան Ղուկասյանից, բայց թերթը տեղեկացել է, որ իշխանական թիմում կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ մարդագողությամբ զբաղվելու եւ ՔՊԱ-ական ավագանու 3 անդամ իր կողմը տանելով վերջնականապես փակի Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. «Անցած ուրբաթ Կապանի Քարավան ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթի մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով, միս եւ կենդանական ծագման այլ մթերքներ չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին»։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը թերթին պատմել է, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու՝ Փաշինյանը բուսակեր է դարձել, թե պահք է պահում, գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է. «Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ըստ ՔՊԱ-ական թերթի աղբյուրների ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր»։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը հարցումներ է կազմակերպել տարբեր մարզերում, ու արդյունքների համաձայն նրան փոխանցել են, թե քաղաքացիական պայմանագրի ու անձամբ իր վարկանիշը մեղմ ասած վատ վիճակում է։ Այդ լուրը փոխանցել են նրան նիստին գնալուց առաջ, ու հենց դա էր պատճառը, որ վերջինս ընկել էր ցայտնոտի մեջ, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող Պետական պահպանության ծառայության աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին, դեպքից ամիսներ հետո նա երկրից արտագաղթել է։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը եւ լրագրողներին օթյակից բռնից դուրս հանած Պետական պահպանության ծառայության աշխատակցի ազատման հիմքով քրեական վարույթը կարճի», գրում է թերթը։ Հետք կայքը գրում է. 2024 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է Օազիս սուպերմարկետների ցանցը։ Գործարքի գինը 300 միլիոն դրամ էր։ Օազիս մարկետ ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն Նալբանդյանի ղեկավարած Պրոյեկտ Ինտերինվեստ ընկերությանն էր փոխանցվել 4 սուպերմարկետի ողջ շարժական գույքը։ Նալբանդյանը վճարել էր գումարի մեծ մասը՝ 240 միլիոն դրամը, եւ հրաժարվել էր վճարել մնացած 60 միլիոնը։ Գումարի վճարման պահանջով Օազիս մարկետը դիմել էր դատարան։ Դատարանը գործը քննել է արագացված կարգով եւ որոշել է բավարարել Օազիս մարկետ ընկերության պահանջը։ Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, գրում է կայքը։